Պարոն Օպերյան ծրարների չէ, ծրարների լուսափոխության վերաբերյալ ընդհանրապես արտադրության նախարարը եւ ներկայացուցիչը տարածում է հանրապետարանի համար է դերում, որովհետեւ ասում է ով նա եւ օրինակ անգլի կարի ակուսի տակ տեսնեք ով ունի քվյարկել ըստ էության դա բոլոր ընկերները կարող են ուղղակի նայել չկատարել այն ժամանակ դերել էին հասկանալով հանդերձ որ կարող են նորանալ դերել են ընդհանրապես ծրարները որտեղ պատկերացնեք ոնց է ծրարի ներսի կողմում սերկեվ հերկով բանը նկարած որովհետև ինքը ծրար տապացիկ է այդ սերմանը ոնց որ պետք է շտարվի որ տապացիկ ծրարներ կան որոնք մաքրո տապացիկ են այսինքն լույսի դիմաց չէ նկարները եթե մենք նայենք մեկ վարկա Ոսը նայք, սա լույսի դիմացը չէ, կարող եմ կստալ, սա լույսի դիմացը, եթե նայեք սա լույսի դիմացը, այսինքն լույսի դիմաց շատ հստակ երևում է ինչ-որ մեկը 19-ն կվերգել, նայեցինք բոլորը սա, եթե ուշադիր նայենք, հետևը լույս չկա մոտ հեռավորություն Սա փոքր մասն այն նկարների, որոնք ինտերնետում կան։ Սա նույն լույս չկա, սա ուղղակիորեն պահված է, եթե նայեք, տակա ազնագիրն է դրված, եթե ուշադիր նայեք, որ համարն է կվերցել։ Հա? Երեք, ակնհայտ երևում է։ Այսինքն ակնհայտորեն սա առաջացնում է լուրջ խնդիր, իսկ անհրաժեշտ էլ չէր, որ բոլորին մոտեցնեին։ Եթե մարդիկ, ովքեր պետք է գնան քվեարկության, չեն իմանում, իրաց տեղամասում, պատանց չկա լինելու թե ոչ։ Ինքնին արդեն խնդիր առաջանում։ Այս տեղեկատվությունը արդեն իսկ ընտրության օրն է եղել տարածված, թե ով է տարածել, թե մարդիկ նկատել են, տարածել են, թե ասենք այն ուժերը, ովքեր նուկապանտեվալ ովքեր ցանկացել են ինչ-որ վերահսկել քվեարկությունն են տարածել են, ակնհայտ է, որ քվեարկության ժամանակ մի շարք տեղամասերում ուղղակիորեն անձնաշփոթ տեսնում ենք։ Այն ծրարները, որը վերեցի մենք նայեցինք, դրանք մուք էին, բայց նույնիսկ մուքի մեջից առնվազն 9 ծրար ոչ թե լույսին ընդառաջ նայելու դեպքում, այլ ցերեկային լույսի տակ տեսանելի է լինելու, որովհետև լումինեսցենտ լույսի դեպքում որոշակիորեն այս հատվածը չէր անցնում, բայց հենց որ մտնում ենք ցերեկային ուղիղ արևի դիմաց չէ, այսինքն բավարար լուսավորություն լինի ուղղակի, ինքը արդեն տեսանելի է դառնում, որտեղ լույսը ծրարի մեջով ակնհայտորեն հանգիստ թափանցում է եւ դուրս եւ ներս, խնդիրը ընդհանրապես որ սպեկտրի լույս է։ Դու դերոսին պատասխանեցի։ Տեսեք, եթե բեղիկայի մասով այս դմումը ընդունենք, դրա ընտրատեղամասերում տեղի ունենալու վերակրյակություն։ Եթե եղավ մեր ոնց որ երկու պահանջ ունենք, մեկով ասել են կամավեր ճանաչեք կամավեր, այդ ժամանակ ամբողջ Հայաստանում լինելու է վերակրյակություն։ Եթե ամբողջ Հայաստանում վերակրյակություն չեղավ, պետք է լինի ըստ էության մանդատների պաշտպան նոր կարգ։ Մանդատների պաշտպան նոր կարգով Սահմանադրական դատարանը որոշելու է, որ ԲՀԿ-ն որ հաղթահարել է շեմը, ապա նա կստանա համապատասխան քանակով մանդատներ, ըստ տոկոսների։ Չէ, պատիվ ունեմ այլ է, պատիվ ունեմ Սահմանադրությամբ ուժով երրորդ անցնում, այստեղ ուղղակի համարի որ կստանա 5 եւ մնացած ոնց որ 3 մանդատ պակասում էր բանից ԿՊ-ից մեկ մանդատ, եթե չեմ սխալվում, ուժեղ Հայաստանից։ Ու կարող է սխալվում, կարող Հայաստան դաշինք, պես կարդաք թվերի մեջս կեն հաշված։ Տեսականորեն, քանի որ ինչպես նշեցի այս հոդվածը մանրակրկիտ նկարագրված չի, որովհետև կրկնում եմ, նոր ենք սովորում պարլամենտական երկրում ապրել, հենց անընդհատ քննադատում ենք, բայց բովանդակությունը մինչև վերջ պետք է նաև հասկանանք մինչև քննադատել։ Ըստ էության ունենք հետևյալ պատկերը, որ ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ խնդիրը գավաթի մասին չենք ասում տվեք մեզ վարչապետի աթոռը, բայց ոնց որ բոլորի մոտ ընտրությունները մենակ վարչապետ, նախագահ, այդ դաշտում են տեսնում, ոչ որ 5 մանդատը հնարավորություն է տալիս ԲՀԿ-ի պատգամավորներին 58,500 քաղաքացիներին, ովքեր վստահել եւ տվել են քվեն, նրանց ձայնը լսելի դարձնել Հայաստանի քաղաքական դաշտում։ Հիմա որ հարցին ոնց կքվեարկեն, ինչ կանեն, մենք միշտ այնց ամենասուր հարցերն ենք նայում, բայց տնտեսական քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն, մշակութային քաղաքականություն, կրթության հետ կապված հարցեր, բյուջեի ծախսման ուղղություններ, այսինքն միլիոն հատ հարց կա, որում պատգամավորները ներկայացնում են իրենց ընտրողներին, մենք միշտ այս կենտրոնանում ենք, ասենք սահմանադրությունը կփոխեն թե չէ։ Դա շատ կարևոր հարց է, բայց դա մեր ամենօրյա կյանքի վրա ավելի քիչ ազդեցություն է ունենում առնվազն կարճաժամկետ, երկարաժամկետական հետևոր ունենում է տեսնում ենք, բայց
կարճաժամկետ ավելի մեծ ազդեցություն ունենում է մնացած բոլոր հարցերի բարձրաձայնում։ Պատգամավորները նաև ունեն ցապնդումների հնարավորություն, հարց ու պատասխանի մասնակցելու, խնդրի վրա բարձրաձայնելու, այսինքն փոքրամասնության ֆրակցիա լինելը նույնպես իշխանության մասնակից է դառնում, իշխանության լայն իմաստով, պետ ժողովրդի իշխանության իրացման ձևը։ Անապերնին չգիտեք ինչ է ուզում հասնել։ Եթե օրինակ վերաքրեատություն տեղի ունեցավ, երաշինքը որ այս կենտրոնական մշտական հանձնաժողովը երբ կա, օրինակ արդար ազատ կապված։ Նայեք, խնդիրը հետևյալի մեջ ամեն բոլորս տեսանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարբեր անդամներ մի քիչ տարբեր մոտեցումներով ու մի քիչ ավելի պարզ հասկանալով, բացատրելով, ոմանք մի քիչ ավելի անհասկանալի եւ բարդ ներկայացնում էին, խնդիրը հետեւյալի մեջ է։ Ի սկզբանե պետք է վերաքվեարկություն նշանակվեր, եթե գտնում էին, որ տեղի ունեցել խախտում, որովհետեւ այդ տարածքների անվավեր ճանաչելը ԲՀԿ-ին դուրս էր հանում մանդատ ստանալու հնարավորությունից։ Եվ նոր քվեարկության ժամանակ կարող է ԲՀԿ-ն ձայն ստանալ։ Կարող է չհավաքել այն ձայները, որը հավաքել էր, եւ չանցներ։ Կարող է ստանալ ավելի շատ ձայն։ Եվ այլն, բայց մենք այստեղ ինչ-որ տենց բարդ մեխանիզմով ենք, որ ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, այդ հարցը բարձրաձայնել ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է, դա որոշումը չի։ Դա Վահագն Հովակիմյանի կամ ինչ-որ մեկի հուշել է, կարծիքն է, որ դերս համոզված չեմ, որ ինքնագրել, բայց ամեն դեպքում ինչ-որ մեկը ասել է, կողմից հրապարակել։ Դա ընդհանրապես ինչ-որ կարծիք է մի անդամի, որի հրապարակումը ընդհանրապես չեմ համարում իրավաչափ, որովհետև որոշումներում դա պետք է լինի։ Հիմա եթե մենք մտահոգ ենք, որ վերաքվեարկություն է լինելու, ուրեմն ամբողջ Հայաստանում քվեարկություն պետք է արվի։